Ինչպիսին են Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական ստանդարտներ արհեստական բանականության գործիքների օգտագործման։ Սա մասն էլ պետք է խոսենք, որտեղ մենք նոր սկսում ենք տևակոխել այդ փուլ։ Կան որոշակի չափորոշիչներ, համար մեկ չափորոշիչը հետեւյալն է. մեքենան չի կարողանա փոխարինել դատավորին, սա սկզբունք է։ Կարելի անդրադառնալ ռոբոտատեխնիկայի օրենքներին հայտնի, բայց այդուհանդերձ թողենք սա մի կողմի վրա, նպաստելու համար այն ալգորիթմները, որոնք պետք է օգտագործվեն արհեստական բանականության արդարադատություն իրականացնելիս, պետք է լինեն թափանցիկ, պետք է լինեն ոչ խտրական եւ պետք է լինեն բողոքարկելի։ Ինչի եմ ասում ոչ խտրական, թափանցիկ եւ այլն, որովհետեւ մեզ թվում է, որ մենք արհեստական բանականության հետ գործ ունենք, որ ինքը օբյեկտիվ տեղեկատվություն է մեզ տալիս։ Սա շատ եւ շատ կասկածելի դատողություն է, որովհետեւ կախված դրանից արհեստական բանականության որ գործիքը ինչ ալգորիթմի վրա է հիմնված, կախված է թե վերջինս ինչ պատասխան է տալու։ Ամփոփելու համար, գիտեմ երկար խոսեցի, ամփոփելու համար, որտեղ այս հարցադրումը շատ է հնչում, ես կցանկանայի ասել հետևյալը, այո, արհեստական բանականությունը անհրաժեշտ է դատարանի որակական ցուցանիշները փոփոխելու համար, բայց մեզ պետք է արհեստական բանականության այնպիսի գործիք, որ հիմնված կլինի փակ համակարգի վրա, որովհետև արհեստական բանականության բաց գործիքները շատ վտանգավոր են։ Մենք չգիտենք իրանք ինչ ալգորիթմով են աշխատում, ով է այդ ալգորիթմի տակ կանգնած, այդ ալգորիթմը արդյոք ճիշտ է հաշվարկում այս կամ այն լուծումը եւ այլն։ Փակ համակարգ նշանակում է, որ արհեստական բանականության machine learning-ի գործիքները հիմնված են ներպետական, դատական պրակտիկայի ամբողջականությունը պետք է լինի, այսինքն դա պետք է լինեն այն աղբյուրները, որոնց հիման վրա դատավորը կարող է իրականացնել արդարադատություն, ստանալով համարժեք օգնություն արհեստական բանականության գործիքներից։ Հակառակ դեպքում, եթե մենք անտեսենք արհեստական բանականության գործիքները, չունենանք մեր սեփական արհեստական բանականության գործիքները, արհեստական բանականության տարբեր տեսակի եւ տարբեր երկրներ գիտեք իրենց համակարգներն են ձևավորում, այդ գործիքները կարող են խեղաթյուրել ընդհանրապես արդարադատության արդեն թվային կամ ժամանակակից համակարգ Հայաստանի Հանրապետությունում։